մոռանում ենք շատ ժամանակ խոսել, մենք ինչ ապրումներ ենք ունեցել սեպտեմբերի 19-ի ժամը 11-ից մինչև օրինակ ժամը 4-ը, երբ ես իմ երեխաներին չէի գտնում, իմ դպրոցի հասակ երեխաներին, ինչքան ծնողներ այդպիսի։ Բայց ես չգիտեմ, երբ որ համեմատում եմ, որն էր ավելի սարսափելի, այդ մեկօրյա պատերազմը, երբ արդեն գիտեիր, որ թշնամին ներս է մտել քաղաքների գյուղեր, թե սեպտեմբերի 25-ի պայթյունը հասարս, որովհետև դա սարսափելի էր։ Ու դա փոխեց իրականում։ Դա մի տեսակ մարդիկ չէին հասկանում, դա ագրեսիայի արդյունք է, թե պատահար է։ Շատ-շատերը գիտեք հիմա էլ չեն հասկանում, ի վերջո ինչու դա տեղի ունեցավ, չնայած հասկանալի էր, որ եթե այդտեղ մի քանի տոննա վառելիք էր եւ որևէ այդպես արդեն հսկողություն հնարավոր չէր իրականացնել եւ ոստիկաններն էին դա փաստում, անվտանգության կանոնները ինչպես հնարավոր էր պահպանել եւ տեղի ունեցավ, հավատացեք, հաջորդ օրվանից էր քաոսը Արցախում, այսինքն հենց այդ պահից էր քաոսը եւ շատ շատերը, նույնիսկ այն մարդիկ, ում երեխան այրվել էր, ում որդին զոհվել էր, միայն մի բան էին մտածում, թոռներին փրկելու կամ մյուս երեխային փրկելու մասին, որովհետեւ մարդիկ արդեն այդ սարսափի մեջ այլ բան չէին տեսնում, միայն իրենց երեխայի կյանքը փրկելը, կենթանի մնացած երեխայի, հա,